Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Կրեմլում ծանր խոսակցությունից հետո Նիկոլ Փաշինյանն արդեն կառավարությունում ամփոփել է արդյունքներն ու կիսվել տպավորություններով։ Այցը գնահատում է շատ հաջող, պայմանավորվածություններն ասում է վերաբերում են նաև ռազմատեխնիկական գործակցությանը։ Ձեր կարծիքով ինչու է Ռուսաստանի Դաշնության նախագահը խնդրում թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մասնակցեն այստեղ խորհրդարանական ընտրություններին, եւ արդյոք նա տեղյակ չէր, որ այդ մարդիկ չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, եւ ինչ ցույց տվեց Վլադիմիր Պուտինի այս առաջարկը։ Գիտեք, ես կարծում եմ Ռուսաստանի նախագահը առավել եւս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենա էլ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն եմ փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Այսօր լրանում է ապրիլյան քարորիա պատերազմի 10-րդ տարելիցը, 10 տարի առաջ այսօր Ադրբեջանի զինված ուժերը խախտելով կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերը հարձակվեցին Արցախի հանրապետության վրա։ Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց։ Այսօր եռաբլուր են այցելել հերոս տղաների ընտանիքի անդամները։ Արցախից տեղահանված Միքայել Հաջեյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փորձում է համակերպվել որդիների կորստի հետ հանուն թոռների։ Ապրիլյան քարորիայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդու Նորար Հաջյանին, ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս Երվանդ Հաջյանն է զոհվել, երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ ես զրկվեցի, ցավը իհարկե խորն է, ինչ որտեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որտեղ թոռներ ունեմ հանուն նրանց։ Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում։ Ընդհակառակը ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միսու արյուն եմ։ Կսկիցը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին։ Եռաբլուր նաև ընդդիմադիր գործիչներ են այցելել, նրանք ծաղիկներ են խոնարել հերոսների շիրիմներին եւ պատասխանել լրագրողների հարցերին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների քննիչ հանձնաժողովի զեկույցներին, որոնք այդպես էլ չհրապարակվեցին։ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը իրենք այդպես էլ չհրապարակեցին, ինչպես նաև չկարողացան գրել 44-օրյա պատերազմի վերլուծությունը, հաշվետվությունը, որովհետև անամոթ ստեր են այն պնդումները, թե կա հաշվետվությունը, կա զեկույցը, հանձնաժողովի 11 անդամներից ընդամենը 4-ն են ստորագրել, այնպես որ այս իշխանությունները նույնիսկ այդ զեկույցը չկարողացան գրել, գաղտնի են պահում, կոծկում են բոլոր պարտությունները եւ այդ երկու փաստաթղթերը չեն հրապարակում, թեկուզ այն ինչ որ գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ, համեմատել, տեսնել թե ինչ եղավ 16 թվականին, թե ինչ եղավ 20 թվականին։ Իսկ Արցախի նախկին նախագահը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի փախածներ որակմանը, հիշեցրել է, թե ով է Հայաստանի քաղաքականության եւ դիվանագիտության պատասխանատուն։ Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, ինչ վերաբերում է փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ
Ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի Մետրոյում եւ դրանից հետո կառավարությունը դեպքերում- չեպազրություն հայտարարեց այդ մասին Նիկոլ այո, Փաշինյանը, այդ ասաց, փախածների հետ կապված Հայտարարել իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը։ Արցախի առաջին եւ երկրորդ գումարման խորհրդարանի падգամավոր Աշոտ Սարգսյանն ուշագրավ մանրամասներ է պատմել պատերազմից, նա անդրադարձել է դիրքերը թողնելու հրամանին։ Շատերը ասում են, որ իբր Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան իրենք են կազմակերպել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մերոնք պարտվեն, որ իշխանափոխություն լինի։ Դա ես բացարձակ անմտություն եմ ասում, ինչի համար։ Հանձնաժողով է ստեղծվել 44 օրյա պատերազմի վերաբերյալ։ Եթե այդպիսի փաստ լիներ, իսկույն կներկայացնեին, իսկ ինչու են թաքցրել։ Որտեղ բոլոր այն 1000-ից ավել մարդկանց հարցաքննել են, բոլորն էլ պարզ ասել են, ովքեր են իրենց հրաման տվել, որ դիրքերը։ Հիմա կոնկրետ մեր օրինակը ասեմ, Աշխարհազորը։ Մեզ տված ա եղել, ուրեմն Սարուշենից Սարգսաշեն այդ ամբողջ հատվածը 7 կիլոմետր հատվածը մենք ենք հսկել։ Նոյեմբերի 5-ին եկել են մեզ ասել, որ պետք է դիրքերը թողեք դուրս գանք։ Ով է ասել։ Փաշինյանի կողմից։ Եվ Մասխուդյանի հիշում եք, ինչու իրեն բանը, որտեղ նույն Մասխուդյանը այնտեղից զանգել է Երևան, ասել, որ այսպեսի հայտարարություն կա, մենք դուրս չենք գալու, որտեղ եթե մենք դուրս եկանք, թուրքերը գալու են այստեղ ու բարձրանան վերև Հարավ գյուղն, Հարավ գյուղից Ստեփանակերտը կարելի է քարով էլ խփել։ Եվ մենք էլ չենք դուրս եկել։ Հետագայում ես որ արդեն ես մնացել էի զենքերը բերելու, այն մեր այդ հայտարարությունը մեր հրամանատարն էլ է դեմ եղել եւ մեր հետախուզության պետը, որ ինձ հետ էր միասին էինք այստեղ, Վազգեն Հայրումյան, եւ ես զանգել եմ որ Արայիկ Հարությունյանից իմանամ այդպիսի բան կա, զանգել եմ գեներալ Վարդան Բալայանին։ Ինքը ասլա ես կպարզեմ, ինչեւ հիմա պարզում եմ։ Առաջիկա 2-3 շաբաթում մենք ուժգին կհարվածենք Իրանին, զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում են իրանական վարչակարգին քշել դեպի քարի դար։ Սպիտակ տան ղեկավարը կրկին նշել է, որ ամերիկյան ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են բոլոր միջուկային օբյեկտները, որտեղ Իրանը ցանկանում էր շարունակել իր ծրագիրը։ Իրանն արագորեն կուտակում էր իր բալիստիկ զենքի պաշարները եւ շատ շուտով դրանք կարող էին հասնել Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ աշխարհի ցանկացած վայր, ասել է Թրամփը։ Խոշոր եւ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրում, բախվել են Զիլն ու Ֆորդ տրանզիտը, 41-ամյա վարորդը տեղում մահացել է։ Այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը, օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը, իրավիճակը բավականին եղել է լարված, բավականին լարված է եղել, քանի որ մահացածի հարազատները ման են գալիս Զիլի վարորդին ու նրա անվտանգությունը ապահովելու համար ոստիկանները նրան տեղափոխեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Այս պայն տեսնում եք, ըստ նախնական տեղեկությունների Վթարի մեղավորը եղել է Զիլի վարորդը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ մահացածը 3 երեխաների հայր է։ Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան Լոնդոնում հարցազրույցի ժամանակ չի կարողացել բացել ջրի շիշը, հաղորդավարուհին նրան օգնության է հասել։ Միասին թերթենք մամուլի էջերը։
Հրապարակը գրում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից վերջին ամիսներին հաճախ ահազանգեր են ստանում Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում իրենց համար ստեղծված խոչընդոտների, մասնավորապես բյուրոկրատական քաշքշուկի հետ կապված։ 2026 թվականի մարտի պաշտոնական տվյալներով 22,000 չափահաս արցախցի է Հայաստանի քաղաքացիություն ստացել։ Զուգահեռ 100,000-ավոր դեպքերի մասին են բարձրաձայնում, որ ամիսներ առաջ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել եւ սա էլ տեղից չի շարժվում։ Պաշտոնական վիճակագրությամբ այժմ ավելի քան 10,000 դիմում ընթացքի մեջ է անհայտ ճակատագրով, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով կրկնակի եռակի շատ են դիմողներն ու խոչընդոտների հանդիպածները։ Արցախցիների շրջանակում կա համոզմունք, որ դժվար է մոտ ապագայում իրենց քաղաքացիություն տրամադրելու գործընթացում առաջընթաց նկատվի։ Քանի որ արցախցիներին Հայաստանի քաղաքացիություն չտրամադրելու պատճառները մի քանիսն են, նախ իշխանության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց պատճառով տնից տեղից հայրենիքից զրկված արցախցիները հատուկ են բացառությամբ դեմ են իշխանական ուժին եւ ընտրություններին ընդդիմադիր ուժերին են ձայն տալու։ Ուստի ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100,000 արցախցի չմասնակցի ընտրություններին եւ չընտրի ընդդիմադիր ուժերին։ Ամենավերին ատյանից հրահանգ կա սառեցնել քաղաքացիության տրամադրումը, բայց սա միայն պատճառներից մեկն է։ Մեր աղբյուրներն առավել քան վստահ են, որ իշխանությունները գործընթացը ձգձգում են նաեւ այն պատճառով, որ ֆինանսական բերջ ավելացնեն պետական բյուջեի համար։ Բանն այն է, որ եթե Արցախի բնակիչները պաշտոնապես ճանաչվեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կառավարությունը պարտավոր կլինի պաշտպանել նրանց իրավունքները, այդ թվում սեփականության, գույքային իրավունքը, հոգալ նրանց բնակարանային խնդիրները, իսկ վերջերս ընդունված որոշմամբ Երևանից դուրս տուն եւ բնակարան ձեռք բերելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն են հատկացնում։ Նույն աղբյուրը գրում է Նիկոլ Փաշինյանը թեև տևական ժամանակ է, ինչ դադարեցրել է եկեղեցու եւ հոգեվոր դասի նկատմամբ հրապարակային արշավը պասի մեջ գտնվելով անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարակներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին վեհափառի անունը, սակայն եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել եւ արշավն իրականացվում է ծածուկ։ Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայրաթոռի հոգեվոր ծառայության անդամների նկատմամբ։ ՔԿՀ-ներում երկար ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգևորականներին հանել վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազած սկսել են հոգևորականների դեմ պայքարել։ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը Տեր Գրիգոր Քահանա Հովանիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ՑՄ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել Նուբարաշեն ՔԿՀ։ Առանց բացատրության նա փորձել է ԿԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։ Սա նշանակում է, որ եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացial է ու ժամանակավոր։ Հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել։ Հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն եւ իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։ Ինդոնեզիայի հյուսիսային Մոլուքյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհվել է 1 մարդ, վնասվել են շինություններ, ցունամի ալիքներ են առաջացել։ SLS հրթիռը հաջողությամբ թռիչք է կատարել եւ Օրիոն տիեզերանավը դուրս բերել երկրի ուղեծիր։ 10 օրվա ընթացքում Արտեմիս 2-ի անձնակազմը կպտտվի երկիր Արբանյակի շուրջը։ Հունական Կրետե կղզին ծածկվել է Սահարայից եկած ավազամրիկով, այն այսպիսի երանգ է ստացել։ Եվ եղանակ տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը բարձրանում է 4-ից։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։